Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ձեր ռադիոն թունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են։ Եթե լսում եք մեզ կամ մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարարալիքի թվային հարթակներում, Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում կամ ինչ որ այլ թվային հարթակում, Վիկտոր Մնացականյանն է մեր տաղավարում, քաղաքային պլանավորող հաղթանակ կուսակցության նախագահան Լավ Երևանցին, գործարարալիքի եթերում երեկոյան Երևան հաղորդման հեղինակը եւ մեր խմբագրության եւ իմ լավ ընկերը ողջույն Վիկտոր։ Ողջույն Դավիթ ջան, շատ շնորհակալություն, բայց այդ հաղթանակ ուսակցությունը, որ ասացինք, այս մեր սաղ հուսով եմ այդ խնդիրը չեն տանի դեպի քաղաքական ուղղվածության, էլի, որովհետև այս խնդիրը նաև ունի քաղաքական составляющий, կնեք այդ բառը բաղկացուցիչ, բայց մնացածը հերթով կներեք։ Շնորհակալություն հրավերի համար Դավիթ ջան, շատ հաճելի է մեկ ամիս անց եւս գտնվել գործարար ալիքի եթերում։ Սիրելի ռադիո լսողներ, մենք այսօր խոսելու ենք մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկի մասին, ընդհանուր առմամբ քաղաքից խոսենք, բայց դրանից կսկսենք, որովհետև տեղեկատվական առիթը իրականում դա է։ Խոսքը Կասկադի մասին է, Կասկադի վերջին հատվածի, անավարտ հատվածի, չգիտեմ, վերականգնման, կառուցման, կհասկանանք ոնց անվանենք այն գործընթացը, որ սկսվել է։ Ես տեսա սոցիալական հարթակներում դուք դեմ եք արտահայտվել գործող նախագծին եւ նույնիսկ ճարտարապետին, ում որ արտասահմանից կարծես թե հրավիրել է քաղաքապետարանը։ Դավիթ ջան, հարգելի սիրելի երևանցիներ, իրականում Կասկադի խնդիրը շատ ավելի խորքային է։ Նախ պետք է մենք հասկանանք եւ շատերը ուտվինձել են հարցնում ինչն է այստեղ խնդիրը, որն է խնդրեմը եւ այլն, այստեղ շատերը կապ են քաղաքական թիմի հետ, այսինքն քաղաքական որոշումը դա արդեն դարձել է տվյալ դեպքում քաղաքային իշխանությունների կողմից, ոնց որ մնացած տարբեր անհասկանալի, ասենք չի ոնց որ Ամուլսարի հարցն է կամ այդ Հայփոստի քանդման հարցն է, բայց Կասկադը ինքը շատ տարբերում է մի բանով, որի տարբերությունը օրինակ Հայփոստի եւ այլն չգիտեմ, հայ տարբեր, ասենք Զվարթոց օթանավականի կամ երիտասարդական պալատի խնդրի, սա հենց թամանյանական նախագիծ է։ Սա թամանյանական հիմնական գլխավոր հատակագծի շատ տենց այդ մի մաս է, ոնց որ այդ հորինվածքային առանցքա, որը մեր հյուսիսը կապում էր հարավի հետ, այդ վերևի եւ ներքևի թաղամասեր է, մի քիչ ավելի պոպուլար լեզվով ասեմ, որ մեր բնակչությունը հասկանա։ Եվ այդ Կասկադը ինքը ուղղակի նաեւ Թամանյանի նախագիծը 70-ական տարբեր գլխավոր ճարտարապետների կողմից քննարկվել է եւ տարբեր քաղաքապետների կողմից, բայց հիմնական այդ զարկը տվել են Կարեն Դեմիրճյանը եւ Ջիմ Թորոսյանը։ Եվ իրանք են կարողացել այդ ամբողջ շատ ծանր դժվար աշխատանք ա եղել եւ Ջիմ Պետրովիչի որպես հեղինակային հիմնական, ասենք, այս ամբողջ կարելի ասել է մենք պարտական ենք Ջիմ Պետրովիչին, Ջիմ Թորոսյանին, բայց Եվ այն ժամանակ շատ մեծ դժվարություններ եղել, երբ որ մենք հենց նույն ստուդիայում երեկոյան Երևան ոդկասթի ժամանակ մենք համահեղինակ եւ նաեւ գլխավոր ճարտարապետ բանի ղեկավար եղել է Ջիմ Թորոսյանը, բայց համահեղինակ ճարտարապետ եղել է Սարգիս Գուրզաձյանը եւս մեր ամենաֆանտաստիկ ճարտարապետներից եւ Ասլան Մխիթարյանը, որը աշխատել է Ջիմ Թորոսյանի նաեւ ժամանակ ղեկավարության եւ բայց հիմնականում որպես այն ժամանակ իհարկե ինքն արդեն տարիքով թույլ եմ տալ վագետ գնահատականը կներեն ինձ, հա, բայց որպես ժամանակի ամենատաղանդավոր եւ երիտասարդ եւ սիրված ճարտարապետներից հանձնարար պատասխանատվություն տվել է Ասլան Մխիթարյանին։ Ես ինչ եմ նշում պարոն Մխիթարյանի անունը, որտեվ մենք դեռ այս խնդրում շատ կառնչվենք դրան։ Հարցը որն է, որ սա եզակի ճարտարապետական կոթողներից է, որտեղ ինքն ճանաչ որպես ճարտարապետական կոթող է ճանաչված, այսինքն սա ընդհանրապես շենք չի, սա նեն չի որ մի Երևանցիների մի մասը օրինակ կեսը կասեն, որ մեր տարիքի մարդիկ Երևանի որպես սիմվոլ դա օրինակ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական շենքն է, մեկը կասի կառավարության թամանյանական շենքն է թամանյանական եւս մյուսը շատ տարբեր շենքեր կարող են ասել եւ կառույցներ, սկսած մոդեռնիստական, նույն կինոռասիան կամ եւ այլն, բայց գիտեք նոր Հայաստանի եւ երիտասարդության համար ինձ թվում է շատերը ասում են, որ սա հենց Կասկադ համալիրն է մեր Երևանի սիմվոլը դարել։ Եվ այստեղ խնդիրը գալիս է նրանից, երբ որ 88 թվականին արդեն ցավալի դեպքերից եւ երկրաշարժի պատճառով կանգ առել արդեն շինարարական աշխատանքները, բոլոր տեխնիկան, ֆինանսները ամբողջը գնացել են
աղետի գոտուն, ապա 91 թվականից հետո երբ որ անկախացավ այդ ռեսուրսները չկար եւ այլն, այնտեղ տարբեր խնդիրներ են եղել Կասկադում, սկսած Օլիմպիադայի ժամանակ կանգնելա, որտեղ էսկալատորները չեն կարողացել տրամադրել, քարի դժվարություն ա եղել, դրա համար իրականում Կասկադը շատ տարբերվում է իր սպիտակ տրավերտինով, դա Երևանի կարելի ասել մոնումենտալ կառույցներից ամենաառաջինն էր, որ հիմնական սկսեցին օգտագործել եւ բացեցին այդ քարը, դա Կարեն Սերոպիչը դեռ, եթե չեմ սխալվում, Գերմանիան տեսել է տարբերական, որ հայկական քարը հետաքրքիր պատմություն կա տեղ, մի օր դու կարող եք հրավիրել մասնակիցներին, իրենք ավելի լավ կպատասխանեն, ճարտարապետները։ Բայց ինչա կատարվում հիմա։ Ուրեմն եղավ քննարկում, որ չգիտեմ ինչից որոշեցին, որ պետքա վերականգնել։ Երբ որ ես ժամանակին աշխատում էի դեռ արտարդության նախարարությունում, այն ժամանակ համընկավ, երբ որ այնտեղ հիշում եք Կասկադի մեջ տեղը կար կաֆեներ, կաֆեջանը պահանջեց, որ այդ կաֆեները հանեն, այնտեղ կային նաև այդ Կասկադ համալիրին կպած արդեն որոշ սեփական տներ եկե Փարիզների կպցրել են Կասկադին, շատ տենց անտեր վիճակ էր։ Երբ որ մենք կարողացանք վերականգնել եւ տարբեր դատական եւ ինչ որ համայնքային տես քաշքշուկներից հետո տրվեց Գաֆեջյանին եւ ցավոք Գաֆեջյանը չհասցրեց ավարտին հասցնել, բայց այդտեղ մի հարց կա, որ անգամ Գաֆեջյանի ժամանակ շատ խոսակցություններ կար, որ արդյոք պետքա շարունակվի այլ, որտեղ գիտեք այն ժամանակը շատ հիմնական այն ժամանակ եղավ մրցույթներ, ասենք բավականին մեծ հեղինակ աշխարհի լավագույն ճարտարապետական գրասենյակները մասնակցեցին, հետո ընտրվեց ինչ-որ մի տարբերակ, հետո դա կիսատ մնաց եւ այլն, բայց այստեղ գալիս ենք ամենակարևորին։ Գաֆեջյանը հայտնի է ոչ թե միայն նրանով, որ ինքը Ժերարդ Գաֆեջյանը հայրենասեր մարդ է, իրականում նոր շունչ տվեց վերածնեց Կասկադ, այլ նաև ունի աշխարհի լավագույն ժամանակակից արվեստի հավաքածուներից։ Նաև ինքը շատ, եթե չեմ սխալվում, աշխարհի ամենալավը Իրանն է, օրինակ ապակիների կամ ինչ որ հա նման ստեղծ բաներից արտեֆակտներից, բայց քանի որ ինքը մահացավ, իր ժառանգը արդեն չէր ուզում խնդիր կար եւ ես չեմ ասում այս խոսակցները եւ չեմ կարող նաեւ շատ բաներ բացել, հա, տարբեր պայմանավորվածություններ, որտեղ այն ժամանակ թե մեր դեսպանը, ասենք Ամերիկայում, թե մշակույթի նախարարությունը, թե նաեւ գիտեմ Ռուբեն Վարդանյանը վերջում արդեն համաձայնվել էին Գաֆեջյանը դեռ վերցնեն եւ հարցնեն եւ այդ ժամանակ Ռուբենը ուզում էր որ հեղինակային ավարտ ունենար։ Եւ Գաֆեջյանը այդ ինչ եմ դա ասում, որտեվ Գաֆեջյան լինելով եւ միլիոնավոր դոլարներ ներդնելով եւ ամբողջը նվիրելով, այսինքն Հայաստանի եւ Թանգարան, որտեվ դա շտապեց մնալու էր Հայաստանի որպես ցուցադրություն։ Նա ինչ եղավ, Գաֆեջյանը հասկացավ, որ ինքը ինչ որ մի բան կարող լավ չեն անում։ Թող ներեն Գաֆեջյանի հայն, որ խոսքերից ես փորձում մի քիչ իմ խոսքերով ասել, եւ նա ասեց թող մնա, անգամ երիտասարդ մեր տաղանդավոր ճարտարապետներից Վազգենը Սեթրակյան այդ Հացանի հետ Ամերիկայից եկած ճարտարապետի հետ քննարկեցին, բայց նրանք գնացին հետո հանդիպեցին այդ ամերիկացի ճարտարապետը Ջիմ Թորեսյանի հետ երկար զրույց ունեցել, վերջում ինքը հասկացել է, որ ինքը սա իր անելու բանը չի, ինքը իրավունք չունի խառնվի սրան, որտեղ սա ընդհանուր մի հորինվածք է։ Եվ դա տենց մնաց, հետո չկարողացան այդ տեղափոխել եւ հիմա ունեցանք այն ինչ ունենք եւ բնականաբար էս կենտրոնում որ ասես դաժան գույք հարկը բարձրացել է եւ սարսափել այնտեղ հեկտարով հողեր են Նաև այդ պատճառով Գաֆեջյան հիմնադրամը Կասկադի այդ վերևի մասերը, որ այդ հողային եւ այլն վերադարձեց քաղաքին, բայց մենք երբ որ ես աշխատում ենք կենտրոն վարչական շրջանի ղեկավար, մենք փորձեցինք բանակցել, անգամ տարբեր այնտեղ բարեկարգման հարցեր կար, ինչ որ աղբամաններից միջև լուսավորություն, որտեղ իրականում մութ է Կասկադ, հասկացա որ այդ մարտիկել չեն այնտեղ հիմա ունես այդ սամշիտների վիճակը, խայտարակ վիճակում է, չգիտեմ այդ կողքի հողային աշխատանքներ շատ կարելի անել եւ այլն Եվ մարդիկ ինձ ասում էին տենց ոչ օֆիցիալ, որ վախանում են վերադարձնել սա Հայաստանին։ Այո, քաղաքին, որովհետև ասում են հենց վերադարձնեն կարող վաճառեք։ Մենք ոչ մի գարանտիա չունենք բնականաբար, ցավոք մի տարի չանցավ իրենք ճիշտ էին։ 24 թվականի երբ էր ամառը վերադարձրեցին, թե 20 մի տարի մոտավորապես այդ Հիմա ունենք այս խնդիրը։ Հիմա գալիս ենք եւ այս հարցը ունի շատ տարբեր հարթություններով այս խնդիրը։ Առաջինը իրավական, չգիտեմ, քաղաքական անգամ զարմանալս է քաղաքական բաղադրիչ ունի, բարոյական, ճարտարապետական, գեղագիտական։ Ես եթե կուզեք որը սկսենք, կարող եմ ասել, որովհետեւ ինքը ճիշտը գեղագիտականի մասին խոսելն է եւ նաեւ խոսենք Կարծում եմ էլի այն տեսանկյունից խոսենք ինձ ամենաշատ ինչը որ զարմացրեց այս իրավիճակում ես հետևում եմ պատմության սկզբից նկատի ունեմ այդ վերականգնման հա այս этаպի պատմության սկզբից եւ Աստված երկար տարիների կյանք տա բոլորին ինձ թվում էր որ ճարտարապետական խմբից ոչ մեկ այլևս չկա դրա համար են նոր ճարտարապետ ներգրավում
Հետո երբ ես հասկացա, որ մարդ կա ճարտարապետական խմբից, ով ի սկզբանե ակունքներում ա եղել, ով նախագծել է այդ շենքը, իմ համար անհասկանալի է ինչի աշխատանքներին չի ներգրավում այն մարդը, ով ի սկզբանե աշխատել է Կասկադի վրա։ Որտեղ դուք պարկեշտ մարդ եք եւ այդ հարցը ձեզ մոտ առաջանում է, բայց ասեմ, որ ինքը, եթե օրինակ գեղագիտական առումով ինքը շատ հետաքրքիր ճարտարապետական ուրույն ոճ ունի։ Եթե մենք հետ գնանք, հասկանանք, օրինակ մի հատ sense վերցնենք Երևանից տեսքը կամ մի սաղ մտաբերեք այդ ամբողջը, վիզուալիզացիան կտեսնենք ինքը շատ է տարբերվում։ Ինքը Առաջինը նախ չէր կարելի գեղագիտական առումով տենց որոշում ընդունել, որտեղ ինքը այդ առանց հասկանում եք ինքը ինքան շատ ճիշտ է օգտագործված ճարտարապետական նաև առումով այդ տեղանքի հետ եւ շատ ներդաշնակ է, որ հիմա եւ հեսա ասեմ, որ այդ ամբողջ իր այդ ինչ-որ մի բանով կապված, այսինքն այդ ներդաշնակությունը, որ այդ բարձրության վրա պատկերացրեք, սիրուն պետք է լիներ օրինակ ինչ-որ տենց սիզամարգեր եւ այլն, հա, կանաչապատում, որոշեն այդ մի հատվածը, որ պետք է լինի դեպի այդ մանումենտից որիշ մեզ, այսինքն Մատենադարանի հետևի մասերն է անկնում, ինչ որ տես թաքնվում են, ես նայեց այդ քաղաքապետարանի այդ սարքած ռեպորտաժը, անգամ ճանապարհ ենք բացելու դեպի Մատենադարան, yani սաղ պատր թամամեր երկրում, պետք է այդ քաղաքում այդ մի ճանապարհն էր մնացել եւ հասկացա, որ այս մարդիկ քողարկում են այդ կասկածելի գործարքը Յանի ձեզ լավություն ենք անում Երևանում, որից մի հատ էս ճանապարհ է բացելու, բայց իրականում Մատենադարանի հետ ոնց որ դուք հիմա արդեն նայում եք Մայր Հայաստանից Տերյան փողոցից, արդեն Տերյան փողոցի հետ նույն այդ պոլիտեխնիկի մոտ այդ բարձրակ շենքերը, չեմ ասում դեպի այդ Զեյթունում գտնվող արդեն այդ բարձրակ ամբողջ այդ Մայր Հայաստանից սա խախտվել է իրար, այսինքն տեսարանի կարևոր հարց կա ստեղ մենք մի հատ ունենք վերևից ներքև, մի հատ ունենք ներքևից վերև Հիմա Կասկադի առումով հասկանում եք ինքը Կասկադը արդեն իրականում մենք այստեղ ուներ դեռ ժամանակին քննարկումներ ա եղել, օրինակ ես արխիվներում ուսումնասիրել եմ ճարտարապետների միությունում քննարկում ա եղել, որտեղ ժամանակին 67 թվականին հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի նվիրված, հա, ֆանտաստիկ է եւս Ջիմ Թորոսյանի, Էլի Գուրզադյան նաև այստեղ բացի նաև շատ մեծ ավանդա ունեցել Ռաֆայել Իսրայելյանը, այդ գիտեք այդ մեծ սահմանային այդ հասկա, որ դրել են Նայեք, այստեղ տարբերություն ինչ դժվարություն եղել է։ Այսինքն նա բազալտից կառուցած, նախ սկզբում եղել է դա, հետո կառուցել են այդ մեր բռնադատվածների, հա։ Այդ հուշամալի որ այդ վերջերս դա բան են կազմակերպել, fashion մոդա են կազմակերպել, մոդայի ցուցադրություններ։ Այսինքն դա հասկանում ես, որ չի կարելի վստահել այս մարդկանց, որոնք անգամ չեն հասկանում դա կարևորությունը։ Բայց եթե մենք վերցնենք ոճական առումով, նայեք, այստեղ Կասկադի եւ այդ 50-ամյակի հուշարձանի տակ պետք է լինի միայն եւ միայն հեղինակային բան։ Այո։ Այստեղ ես չեմ մեղադրում իրականում, մենք գրել ենք, չեմ մեղադրում ֆրանսիացուն։ Վիկտոր, իսկ ինչ են ուզում այս մարդիկ, այսինքն ինչի չեն ուզում գնալ դասական տարբերակով ըստ ձեզ։ Կա գծել են մարդիկ, ստացել են կիսատ ամնացի, ուզում եք վերականգնեք, շատ բարի, վերցրեք գծագրերը, վերականգնեք։ Ենթադրում եմ օգտվում են ինչ-որ օրենքի բացից, որ ասում են հեղինակային իրավունքի ստեղ գիտեք, կամ մենք իրավաբանն այդ արդեն խումբ ունենք, զբաղվում ենք եւ մենք պատրաստվում ենք որտեվ գնալու դեպքում դիմել դատարան եւ կասեցնել այդ ամբողջ որոշումները, դա արդեն հիմա կնի քաղաքապետի որոշում, հետագայում նաեւ ավականու որոշում, եւ ենթադրում շատ արագ ուզեն մտցնել ավականի, ինչ եմ ասում կասկածել, որտեվ որևէ իրական պրոցեդուրան դա չի համապատասխանում, այսինքն ոչ չի եղել որևէ մրցույթ, չի եղել որևէ տենդեր, չի եղել որևէ հանրային լսում, իսկ սա հանրային լսման, չեմ ասում շմագի եւ այլն նմանատիպ տարբեր եւ ամենակարևորը, որ ես ասում եմ հարցերը բոլորը կապված են գեղագիտականը, ճարտարապետականը, իրավականը, քաղաքական, անգամ բարոյական առումով անգամ ժառանգներին Ջիմ Թորոսյանի եւ Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանին, այսինքն Ասլան Մխիթարյանը միակ նաեւ համեղինակներից եւ Փարքասու կենթանիա շատ տարող շատ ստեղծագործ բավյուն ունի եւ այլն եւ պատրաստ է ինքն ուղղակի նրանք օգտվում են պարոն Մխիթարյանի չափից ավել նաեւ համեստությունից Այո որ ինքը երբեք տարբերություն մնացած շատ այլ տենց չի փորձել չգիտեմ գրքեր ինչ որ sense բաներ իշխանությունների հետ մոտիկ լինի գնա ասենք ինչ որ տարբեր հա ոչ հասկանում եք իրականում օրինակներով չտամ մեծ հաշվով པարզ է Եվս մարդիկ ընդհանրապես ժողովրդական լեզվով ասած լայեղը չեն արել տեսնել եւ ժառանգներին եւ ամենակարևորը նաեւ տվյալ դեպքում մարդուն որտեվ ինքն է հեղինակը դրա այսինքն մարդու ստեղծածի հետ բան է կարող խոսեք նաեւ օգտվում են այդ որ ասում կա հեղինակային իրավունքի նախագծի, այսինքն եթե նախագիծ ավարտված է այլ բաներով կարգավորում իրավական նորմերով, եթե կառույցն է այլ նորմերով, որտեղ ինքը դեռ իրականում ավարտուն կառույց չի համարվում Կասկադ համալիրը։
Եվ մեկ դա օգտվում են այդ իրավական կարծում եմ բացից, երկրորդը, որ մարդիկ շատ համեստ են, թե Տիկին Անահիտը, Փափազյան Թորոսյան Ջիմպետրովիչի աղջիկը, թե տվյալ դեպքում Սարգիս Գրուզադյանի իրավահաջորդ ժառանգը Մարիամը Գրուզադյան ևս շատ սրտացավ ու շատ հայրենասեր եւ շատ պրոֆեսիոնալ, այսինքն իրանք շատ անհանգստացած են այս հարցով, բայց եթե մարդիկ տան շատ ինտելիգենտ պահվածք ունեն, դա չի նշանակում քաղաքապետարանը կամ մնացածները կարող են չարաշահել դա, իսկ սա այս չարաշահումը Երևանի վրա շատ ծանր է ստալու, որտեվ հասկանում եք, պարոն Խոմարյան, եթե մենք Երևանը արդեն դրա միջով մի անգամ անցնենք, ով կասեր, որ երիտասարդական պալատը կարող են տենց բարբարոսաբար վերցնել, քանդել, ու մինչև հիմա մենք ունենք այդտեղ, ասենք, քաղաքի ոչ մի բան, մենք ունենք այդտեղ ոչ մի բան, ոչ մի բան չի, Շեբենի հանքա, ասենք, պատկերացնում եք ինչ ա եղել, ինչ կոթող ա ևս եղել։ Մենք ունենք նման օրինակ, ունենք Սևան հյուրանոցի դեպքում Մենք անգամ հասկանում եք, երբ որ դու տա իրավական մի հատ սխալ քաղաքապետի որոշում, մի հատ սխալ ավականու կամ կառավարության որոշում, մենք ունենք նույնը, ասենք, այս Բաղրամյանի սամդական դատած Բաղրամյան 5-7, այսինքն այդ ասաբնյակները որ կան, միջև սեփականատերը համարյա 25 տարի է, որևէ բան չի կատարում այդ նույն Ամիրյանի շենքը մենք ունենք այլ տարբերակներ օրինակ անհանգստություններ ոնց որ այդ հին Երևանի խայտարակ ծրագիրը տենց էլ չհասկացանք հիները քանդեցին որ սարքեն նոր հինը իբր հինը ու չսարքեցին իբր հինը այսինքն հինը քանդեցին որ սարքեն այո բայց ընդհանրեն ինչ որ մեկը որ մի հատ որևէ կառուցապատող մի հարգ ավել ունենար կամ որևէ գլխավոր ճարտարապետ որ այս ամբողջ հետևը այդ մարդկանց ականջներն է երևում հասկանում եք նախին այդ գլխավոր ճարտարապետների այդ ինչ որ տենց իրանց չգիտեմ ստրուկտուրաներով հա հայտնի մարդկանց այսպես ասած News Vat օրինակ կինոյի տունը մեր ֆանտաստիկ հասկանում եք ամենասիրուն որ ինքը շատ հետաքրքիր դիրք ուներ տեղ ուներ այդ Խանջան փողոցի վրա շատ այդ համանուն այսինքն այգու մեջ եւ այլն այդ գլխավոր պողոտայի մասով շենքը քանդեցին ասին կլինի բայց հիմա կորել է այսինքն մենք չգիտենք այդտեղ ինչա կատարում հասկանում եք ինչ որ մեկը աշխատի գումար մենք կորցրեցինք Երևանի ինքնատիպության ու շատ հետաքրքիր ճարտարապետական մի հատ կառույց, որ Երևանի ինքնության մաս է կազմում։ Հիմա կասկադը, եթե կինոյի տունը կամ մնացածը ամենայն հարգանքով բոլոր ճարտարապետներին կասկադը լրիվ այլ սիմվոլ է մեզ համար։ Հիմա չի կարելի թողել, որ որևէ այդպես չէ գիշերային կասկածելի գործարքի շնորհիվ կասկադը տանք ինչ որ որևէ կառուցապատողին, նաև ամենայն հարգանքով կառուցապատող, որովհետև այդ կառուցապատողը, որը որ շրջանառվում է ասենք ունի ներդրումներ արի միլիոնավոր շատ լավ բան են արում արմատուրաներ են գիտեմ որ կոմիտասի բան են այդ մյուս լավ կարևոր ասենք փակ շուկայից հետո մենք ունենք վախեցած ենք այդ փակ շուկայի դեպքից բայց ինքը հավաստացրեց որ շատ նորմալներ ու դե կառուցապատում եւ այլն բայց հասկանում եք ես չեմ կարծում կառուցապատողը ինքն է եկել առաջ ես ենթադրում եմ որ իրանք որոշել են շուշուտ անենք քանի կարանք որտեվ այս մարտիկ այսօր կան մի ամիս հետո կարող է որևէ քաղաքական իշխանությունով պետական խայտարակ էս խելքով այս մարտիկ երկար չեն ձգելու բայց մենք ելի եմ ասում օրինակը նա է ելին գնել ենք կրակը Երևանը տալ են երիտասարդական պալատի նման հա կամ Սևան հյուրանոցի նման կամ մնացած շատ ասեմ չգիտեմ լավ զվարթնոցով չեմ ասում որտեվ Փարքասու կանգնած է զվարթնոցով թարնավականը Ինչի աֆրիկանների շենքը գնելու է մեկը ընկնենք Լոնդոնի արբիտրաժների ձեռը հասկանում եք ես այդ պրոցեդուրալ մենք անցել ենք ես ունենք նույն Արմենթելի ժամանակ երբ որ լիցենզիան վերցնում ենք անմիջապես այդ իրավական խմբում է մասնակցում եւ այդ գիտեմ այդ ինչ տանջանքից բարդ աշխատանք այնց ինչի մեկի կիսագերագետ որոշման համար իսկ այն դեպքում չի կարելի անել լավ ջան որտեվ մենք տեսնում ենք հիմա քաղաքապետարանը ինչա կատարվում ասենք մի քաղաքապետարան որ ցախավելից են փող աշխատում տենդերները խայտարակ վիճակա ամեն օր ամեն աստծու շաբաթ կամ ամիս Մեր մոտ ինչ-որ կոռուպցիոն սկանդալ կա, այսինքն այդտեղ ինչ-որ խնդրեմ կա, չէ՞։ Հա, ձերբակալություններ կան, բաներ կան, կալանավորումներ կան։ Հիմա եթե սա էլ լինի, բայց այս հարցը գնաց Լոնդոնի արբիտրաժը վերջ, ընդհանրապես իսկ այս կասկադը մնալու է։ Դրա համար մենք հավաքվեցինք եւ նաեւ շատ արժանի այլ տեսաբան ճարտարապետներ, ասենք տարբեր սրտացավ մարդիկ Եվ ես շատ կուզեի որ դուք նաև հնարավորության դեպքում եթե տրամադրեք ձեր կարծիքներն, ասեք որ ես չեմ կարա ճարտարապետական կամ շատ ես կարամ ասեմ որպես ասենք Երևանցի կամ սրտացավ Երևանցի կամ պահպանում Երևանցի ինչ-որ հասարակական շարժման կամ որպես քաղաքային պլանավորող, բայց այդտեղ շատ նուրբ տարբեր երանգներ կար, նաև պետք է լսել ժառանգներին, այսինքն պետք է լսել իրավահավաճորդներին եւ ամենակարևորը պարոն Մխիթարյանի կարծիքը, բայց պարոն Մխիթարյանը ի տարբերություն մնացած չի ասում որ սա պետք է լինի անպայման իմը որտեվ իրականում այնտեղ վերջին տարբերակը մենք անցած օրը մեր երիտասարդ աղանդավոր շատ սրտացավ նաև Ջիմպետրովիչ կարելի ասել սաներից ա դիպլոմնիկներ Դավիթ Ստեփանյան շատ հետաքրքիր նաև պատում ենք քննարկում էինք որ նաև Կարեն Վլադիմիրովիչ Բալյանի հետ որ այստեղ տարբերակները 3-ն են եղել իրականում վերջի հատվածը եւ Սարգիս Գուրզադյանն ա ունեցել եւ Ջիմ Թորոսյանն ա ունեցել եւ Ասլան Մխիթարյանն ա ունեցել բայց Ասլան Մխիթարյանը
ի պատիվ իրեն։ Ասում եմ, չեմ ուզում իմը լինի հիմա, որտեղ ես կենթանի եմ, ասենք իմ ավակ գործընկեր։ Ինքը ասում է, եկեք թող մրցույթ անենք, մենք ուզում ենք հայտարարություն անենք բոլորով, հիմա դա ենք քննարկում, որ եկեք չեղարկեք այս որոշումը։ Գնանք մի հատ նոր մրցույթի, անպայման, անկախ հանձնաժողով լինի, որը բաղկացած լինի հիմնականում մասնագետներից, ճարտարապետներից եւ այլն, նաեւ Երևանի խիղճ հանդիսացող մենք անգամ ասենք տարբեր ազգանուններ ենք քննարկում, ասենք Լարիսը կներեք Սվետլանա Օգանեզովնայի Նավասարդյանի միջև ասենք Վահան Արծունու կամ տարբեր մարդիկ, որոնք Երևանի խիղճն են, որևէ մեկը հասկանում չի կասկածի իրենց շատ օբյեկտիվ եւ նաեւ գեղագիտական ճաշակ ունեն։ Այդ մի հատ հանձնաժողով լինի նաև մասնագիտական, որ լեգիտիմ լինի, նոր հանձնաժողովը քննարկեն նոր նախագիծ, բայց բնականաբար հաշվի առնելով եւ հաշվի նստելով եւ ել եմ ասում իրավաճորտների համահեղինակների կարծիքին եւ մաքսիմալ քիչ ազդեցություն ունենա կասկադի վրա, այսինքն որտեվ նոր ծրագրով հասկանում ենք մենք ունենք կասկադ որսից բարձրանում, հա, հետո մի հատ չգիտեմ ինչի sense լայն տարբերակա անհասկանալի կարող է սիրուն բանա, տարեք դալմայ կողմերը դրեք, մենք դեմ չենք, որը հետո տեղից մենք ունենք արդեն 50-ամյակի հետ կապված որը մի քիչ համետոքսից եւ այլն բարդ կառույց, որտեղ սա շատ կարեւոր է ներդաշնակ իրան կապվեն իրար հետ։ Սա իրոք շատ կապած է Երևանի հետ, բայց ինքը արդեն դարձել է, չեմ ասում, որ նաեւ իսրայելյան Ռաֆոն տարբերակներ ունեցել, Գուրզադյան օրինակ ես տեսել եմ շատ ինձ շատ դուր է եկել անձամբ ինձ, օրինակ Սարգիս Գուրզադյանի այդ հետաքրքիր ջերային ավազաններով տարբերակը, որը նաև նույնը առաջարկում էր Ռաֆայել Իսրայելյանն, իսկ Երևանում մենք կորցրել ենք մոտավորապես 15 հատ լիճ, 12 հատից 15 հատ մեծ փոքր ջերային ավազաններ, ասենք ուպրավների լիճն էլ է դրա մեջ մտնում, ռայկոմին էլ է մտնում, չգիտեմ, տաշիր բանը գումի դիմացի այդ բասեյները, էլ չեմ ասում Սայատնովայի վրա, բանի Աբովյան փողոցի։ Ուզում եմ ձեզ ընդհատեմ, ռադիոլսողներին թվում է, որ այդ լճերը զուտ էսթետիկ բան ունեն, բայց կուզեմ երկու բառով ասեք, որ դա շատ կարևոր բան է քաղաքի համար, եւ դու ավազաններ ես ունենում։ Այսինքն 15 լիճ փակվելը դա չի նշանակում, որ մենք ուղակի տենց վիզուալ կորցրեցինք, դա նաեւ ֆունկցիաներ կորցրեցինք չկան, այսինքն լճերը չկան, մեկը մոլ է հիմա, մեկը էսա, մեկը պարկինգ է դառ, հասկանում եք, որ օրինակ գումի դիմացի այդ հետաքրքիր բան կար, այդ ես որ փոքր եմ մեծացել եմ այդտեղ Սարաջով, Սիլաչի եւ այդ գումի դիմացի մենք գնում ենք այդ ֆանտա ամառները հովանում ենք, այդ բոլոր այդ ասենք Կրիվոյից էին գալիս, հա, ասենք Սարաջովից, Սիլաչի, Սարիթաղից, բոլորից գալիս էին, հովանում են այդ միակ մեր էլ չեմ ասում, ուպրավլենի կարանի մնացած ժողովուրդը մետաքսի գնում էր այդ կողմ։ Հիմա ոչ էլի չկա, բայց այն դեպքում կա տաշիր, որ ասենք մեծ ֆինանսական հնարավորություններ ունի, այնտեղ կա այդ դիմացի այդ Միկայի բանը հյուրանոցները, բոլորը ել չեմ ասում քաղաքը, նաև շատ կարևոր ճանապարհային հանգույց է, չէ՞, հրապարակը, բայց ինքը որպես հրապարակի տեսք չունի։ Մեր գործընկերներից Մարիամը Խաչատրյանն հետաքրքիր շատ լավ նախագիծ էր արել, ես աշխատում էի կենտրոնում, նաև մենք հանդիպեցինք, զրուցեցինք, տեղում էլ մենք տարբեր մեր թիմով նայել ենք, օրինակ դուք պատկասեք տաշիրի դիմացին հետաքրքիր սիրուն հրապարակ կա։ Ամբողջ այդ կանգառները, մեքենաները արկել ես, բոլոր իջնի գետնի տակ, Տիգրան մեծ որպես պողոտա նախապատվությունը տաց, բայց ոչ թե խորենացից գաս, ասենք Սիլաչի մետաքսի կողմից գաս գնաց դեպի միայն աճ թեքվես, այլ մտնես օրինակ գետնի տակով, որտեղ ապագան գազ կպնես նաև եւ արդեն ուղիղ շարունակես Տիգրան մեծ եւ գնաս ասենք դեպի Երվանդ Քոչար եւ այլն, բայց եւ վերականգնես այդ մեծ սիրուն ջրային ավազան ավելի սիրուն դիմացը այդ առաջաչինար խանութը որ հիմա բան է JSBC տեղը տաշիրպիցը հա դրա դիմաց ամբողջ մեքենաները հանես կապես իրար եւ այդտեղ լինի ծառեր հետաքրքիր հասարակական տարածքներ իհարկե Երևանը դրա կարիքն ունի այսինքն դու քաղաքը որը նման որևէ բան է 6 տարվա մեջ չի արել իրավունք չունի մտնի տես կասկածելի գործարքների մեջ Վիկտոր 24 րոպեա խոսում ենք ես կուզեմ ամփոփենք փորձենք կրճատ հասկանալ դուք եւ գործընկերները ումից եւ ինչ են ուզում, հա, որպես ամփոփում ավելի հստակ հասկանանք պահանջները, ցանկությունները։ Դե նախ ես ուզում եմ Երևանցին լինի ավելի ակտիվ։ Գիտեք, ստեղ կա իրական հիշողությունների կոնֆլիկտ, որովհետև ես կրկնում եմ, մեր օրինակ 70-ական թվականների ծնվածների համար Երևան ուրիշ այլ սիմվոլներ ունի, 60-ականների համար այլ սիմվոլ ունի, հասկանում եք, ես նոր հատկապես անկախության ծնված երիտասարդների համար Կասկադը համարում միանշանակ սիմվոլ, իրանք ասում են, հա, օպերան մենք հասկանում ենք եւ այլն, բայց այդ մարդիկ անգամ չեն գնում, բայց Կասկադը ինքը շատ հետաքրքիր է եւ նաեւ ասորպես քաղաքային պլանավորող, ինչի Կասկադը դարավ Կասկադ, որովհետեւ նույն ազատության հրապարակը, թաթերական հրապարակը, այսինքն օպերայի դիմացի շատ քննարկումներ ա եղել, գիտեք օրինակ շատերը քննարկել են ժամանակին օրինակ ասում են ինչի Հովհաննես Թումանյանի որ ամենագլխավոր մեր ասենք ոնց ասեմ քերթողահայրի արձանը լինի փակ տեղալ ոչ թե բաց հետո նույն քննարկում եղել են չեն օպերայի այդ կողքի այդ ճաղավանդակները դերը ավելի Թումանյանին
դրել են եւ այլն, այն դեպքում երբ որ Թումանյան փողոցը ինքը շատ ակտիվ չի, բայց զարմանալի է, դուք պատկերացնում եք, որ Սայաթնովա փողոցը Թումանյանն է Սայաթնովային հայրին համար գտել, այսինքն գիտեք այդ պատմությունը Թիֆլիզում եւ այլն, բայց Սայաթնովայինը պողոտա է, ինքը աշուղ է, ամենայն հարգանքով, ամենայն, բայց ամենայն հայոց բանաստեղծը չի, հասկանում ենք, չէ՞։ Բայց նայեք Թումանյանի փողոցը, նայեք Սայաթնովայի պողոտան, ել չեմ ասում Թումանյանի արձանը, որտեղ այնտեղ կարել ժամանակին եւ այս նման քաղաքաշինական խնդիրների պատճառով շատ մեծ խնդիրներ է գալիս հետագայում մեր թողում ենք մենք մեր քաղաքին եւ մեր նաեւ սերունդներին։ Հիմա Կասկադը ինչի դեպ չդարավ, օրինակ եմ բերում, այդ արձանը որ դրեցին, բայց ինքը բացի այդ հիմա որ skate հեծանիվ մեքենա ենք շում, ինքը իրականում եւ նաեւ մեր 88 միտինգները, շարժումները հանեց, ինքը սիմվոլիկ չդարավ այդ կարևոր կենտրոնը։ Երբ որ դու հանրապետության հրապարակը համարում ես դոմինանտ քաղաքաշինական եւ քաղաքական առումով մշակութային, բայց իրականում փաստացի որպես հասարակական տարածք, որտեղ ամեն հրապարակ չի որ ճակերտավոր դառնում, հասկանում եք, որտեղ շատերիս համար ավելի հարմար է գտնվել օրինակ բանում Կասկադի տարածքում, որտեղ Կասկադը եզակի հասարակական տարածքն էր, որտեղ մի քանի բան միացան։ Առաջերտին շատ կարևոր բաներ կաֆեները։ Շնորհակալություն կարանք հայտնենք նաև եթերո ստուդիո կաֆեին Գոհարին մեր Սարգսյանն առաջինը ռիսկ արեց, հա, ոնց որ ամենակարևոր ոնց որ ինվինոն արեց Սարյան փողոցում շատ բան փողեց միշտ ինչ որ մեկը ոնց որ ասենք Ժիրիկը 1000-ով մի արեց ռեստորաններ եւ Պուշկին փողոցը կարողացավ ասենք մեզ համար նորովի ներկայացնել Երևանը պետք է այս բոլորը այս մարդկանց պետք է տալ պատվավոր քաղաքացի այս մարդկանց հասկանում եք այս մարդկանց պետք է վաղը չմիս օրինակ ազատես գույք հարկի ձև այլ որոնք իրոք նշանակալի բաներ են արել Երևանի համար բայց կաֆեից հետո բացվեցին ասենք մոտավորապես 30-40 հատ կաֆե բայց մյուս ամենակարևոր բանը վերջապես այդտեղ կար այդ հասարակական տարածքում եղավ մշակույթ եւ ժամանակակից արվեց որ Երևանը ժամանակակ մենք տեսել ենք արձան շատ մեծ մոնումենտալ տենց ինչ որ այո ավանդական սա առաջինն էր որ մենք ինչ որ անհասկանալի էր ինչ որ չգիտեմ Chadwick Flanagan պենզայր կատներով բաներով պակրիշկաներով արած հասկանում եք եւ այլն տարբեր նորովի հետ ասենք կիվի արձանը բոտերոն եւ այլն մենք սաղ ասեն զարմացանք իրականում երբ որ մենք հետ գնանք հասկանանք աշխարհում հավատացեք երևի ես չեմ հանդիպել երկրորդ տեղը որ այդքան կա այդ ամբողջից կա ասենք Նյու Յորքում մի հատ շատ միլիարդանոց կամպանիա դիմացը գրածա լովը չգիտեմ բայց ուրիշ տեղ դրածա այս մեկը ու Դուբայում այս մեկը կա բայց որ իրար հետ հավատացեք Կասկադը շատ մեծ հիմա մենք արդեն ինքը ստացել ենք Կասկադը ես հարմանում եմ Կասկադը բռնեցին սիրուն 2 տարի առաջ այդ բուլիժնիկները վերականգնեցին բայց էլի մեքենաները թողեցին այսինքն Կասկադում ընդհանրապես մեքենա չպետք է մտնի եւ Կասկադում չպետք է ընդհանրապես մեքենա հատկապես կանգնի որովհետեւ ծնողները դիմացի կաֆեում նստած են երեխան վազմով գնա ինքը չգիտի որովհետեւ երեխան ենթադրում է որ սա հանգստյան գոտի է այստեղ կոնֆլիկտ կա մեկը դե մեքենայով մեկը արագ անցնում է այս սա է խնդիրները մենք պետք է այդ մատ Կասկադը վերաիմաստավորենք ես դրանում եմ գալիս Կասկադի վերջնական հարցը լուծենք հասկանանք Կասկադի շենքերը խայտարակ մութ են ամբողջ շենքերը առաջերտին Կասկադից պետք է սկսես լուսավորությունը հասկանում եք հետո այդ շենքերը նույնը մակրեզ եւ այլն հետո նոր անցնենք հետագայում առաջինը կանաչապատեն Կասկադի կողքը հետո նոր քննարկենք համընդհանուր որպես մասնակցային կառավարում շատ լեգիտիմ ձևով մրցույթ անենք հաշվի առնելով հեղինակների կարծիքը եւ իրավահաջորդների դա շատ կարեւոր է որովհետեւ շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում որովհետեւ մենք արդեն մի քանի անգամ եղել է նման իրավիճակ երբ որ չեն հաշվի առնում որովհետեւ օրինակները չեմ ուզում բերեմ տարբեր մարդկանց չնեղացնեմ բայց սա իրականում Երևանի համար եւ Երևանի ինքնության հատկապես նաեւ կենտրոնի համար շատ բեկումնային կարա լինի որովհետեւ ինչ որ քաղաքաշինական պրոյեկտի պատճառով չի կարա վտանգենք, ասենք, այստեղ գիտեք շատ ավելի հարցեր կան, մի բան ասեմ եւ ավարտենք, ես հասկանում եմ ժամանակը սպառված է, բայց 50,000 քառակուսին, Դավիթ ջան, դա խայտարակ շատ է, այս պահին։ Այո։ Որտեվ Գաֆեջանը պետքա բերեր, եթե չեմ սխալվում, ժամանակ մոտարապես մինչև 30,000 էր, որտեղ բայց ինքը Գաֆեջան ուներ իր կոլեկցիան, պետքա բերեր նվիրեր Երևանին։ Խնդրում եմ մի հատ գնացեք Երևանի այսօրվա ժամանակակից արվեստի թանգարանի վիճակը նայեք։ Մի հատ խնդրում եմ գնացեք նայեք։ Այդ ամբողջը կարող մի 1000 քառակուսին աղջկել վիճակը չեմ ասում, այլ չեմ ասում Հայարտը, որ քաղաքապետանին է, Մարինեն Մեր լավագույն կուրատորներից թողես դուրս եկավ էլի լավ է հիմա էլի կա նոր տնօրություն փորձում բայց Հայարտում սկիղ չեն կարող խելքը գլուխը բերեն ասեն քաղաքապետական այդ բոճկաները հայտնել ֆանտաստիկ ճարտարապետական ձևը չեմ ասում որ հիմա կարծեմ չեն նորմալ տակացնում չգիտեմ ասենք ջուրա թափում ոչ Հայարտը էլ չեմ ասում նփակը ոչ պետք է աշխատի չի կարող աշխատի ու մեկ էլ հանկարծակի 50,000 այն դեպքում որ 50,000 քառակուսին սարսափելի շատ է եթե չեմ սխալվում
ազգային պատկերասրա եւ պատմության թանգարան ամբողջությամբ 15000 քառակուսի են 50000-ը դա ինձ անկեղծ է վախացնում է հասկանում ես ուրեմն կարող է այստեղ արդեն որտեվ գիտեմ մենք չունենք ցուցադրելու բան մենք այդ Հայաստանը չունենք այդքան ռեսուրսներ որ գնան տողատակերը եւ մտահոգությունները բարձր են մոլ լինի կազինո լինի եւ այլն դժվար է վստահել այս մարդկանց անկեղծ եմ ասում ամենայն հարգանքով չեմ ուզում որովե վիրավորել որտեվ ես խոսք եմ տվել գործընկերներին ոչ ենք վիրավորելու որ շատ այնց ինտելիգենտ մտնոլորտում այս հարցը փորձենք լուծել, բայց եթե այս հարցը չլուծվեց, չի կարա կասկադի այդ 50000-ի տակ, հիմա ասել են կառուցում ենք երկու շենք, այսինքն մանումենտով իջնում եք սաղ, փաստորեն դրա համար էս քանի տարի ոչ մեկ է Սարալանջը նորմալ չի կարում կանաչապատի վրա, աչքի Սարալանջի վրա, որտեղ միակն է որ լավ տեսարան այն նորքի անտառները վաճառվեցին, մեծ մասը շինարարությունը, կասկադի այս մասը տեմին, անտառային, հա, այդ սաղ փողոցները եւ այլն կառուցապատեցին, հիմա մնացել է այս մի տեղը, ախպեր չենք ուզում, հիմա Երևանը այդ կարգի ժամանակակից արվեստի թանգարանի կարիք չունի, Դավիթ ջան։ Հարգելի պարոն Խմարյան, խնդրում եմ ես որ ձեր բոլոր եւ մեր երևանցիների, մեր ռադիոլսողներ եւ հետագա նայողները թող իմանան։ Այս պահին Երևան ամենայն պատասխանատվությամբ հայտնում 50000 քառակուսի մետր ցուցադրելու որևէ բան չունի, ցավոք, մենք հիմա այդ երկիրն ենք։ Իսկ դա ինձ բերում արդեն շատ կասկածելի բանի, ուրեմն այդ ինչ կասկածելի գործարք է 50000 լինելու ատեղ։ Հələ պատկերացնեք, ուրեմն այդ ինչքան պետք է դա անում 20 միլիարդ։ 20 միլիարդ դուք հասկանում եք, դա 50 միլիոն դոլարներ անում, չէ՞։ Ուրեմն դու ինչքան պետք է դիմացը կառուցապատում անես, որ այդ փողը աշխատես, որ գազ դնես այդ մոլա, կազինոյա, թանգարանա, համերգասրահը վրա։ Մենք, որտեվ մենք շատ ենք եղել, մի բան ստորագրել են, ուրիշ բան ստացվել է։ Քաղաքապետա փոխվել, չգիտեմ, կառավարությունա փոխվել, ասում կներեք, ես որպես Երևանցի սրտացավ եւ դուք եւ մնացածը չենք ուզում դրա տակ ստորագրենք, ախպեր, չենք ուզում գնանք Լոնդոնի արբիտրաժի, ձեռը կարակը վաղը չի մի սորել։ Էլի դատվենք։ Սա է absence։ Սիրելի ռադիոլսողներ, հուսանք, որ այս նախագիծը պլանավորողները, ծրագրավորողները ականջալուր կլինեն ոչ թե մեզ, ոչ թե ինձ, Վիկտորին, այլ նախ եւ առաջ այն մարդկանց եւ այն մարդկանց հետնորդներին, ովքեր որ նվիրել են մեր քաղաքին այս հրաշք շինությունը եւ կասկադը կշարունակի մնալ մեր բոլորիս երևանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի սիրելի լոկացիաներից մեկը առանց ավելնորդ կազինոների կամ ինչ-որ ուրիշ տարածքների ինքը այսպես էլ շատ լավն է գոնե փորձեն կնենց անել որ ինքը ավելի վատը չդառնա դուք թարմ ուղեղովն եք լսում երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն էր առաջի խոսափողի մոտ քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը կհանդիպենք շարունակեք լսել գործարար ալիքը